Նորից մտնում ենք ուղի եթեր, սիրելի հայրենակիցներ, հիմա Տիկին Հակոբյանը կմիանա մեզ և մենք կշարունակենք մեր զրույցը, որը նվիրված է լինելու Հայաստան ժամանող մեր քաղաքացիներին, որոնք գալիս են Հայաստանի Հանրապետություն միայն քվեարկությանը մասնակցելու համար, թեև օրենքներով և սահմանադրությամբ նրանք դրա իրավունքը իհարկե ունեն, բայց այնուամենայնիվ ստեղ կա տենց ակադեմիական և նաև գաղափարական, քաղաքական բանավեճ։ Այդ բանավեճը արժի շարունակել, այդ թվում ուղիղ եթերում մեր սիրելի գործընկեր Տիկին Հասմիկ Հակոբյանի հետ, որին հիմա սպասում ենք, որ միանա և մենք շարունակենք զրույցը։ Այնպես չի, որ առաջին անգամ է, որ մենք ընտրություններ ենք ունենում և մեր շատ քաղաքացիներ գալիս են, իհարկե գալիս են, այստեղ նյարդը նրանում է, որ մենք գիտենք, որ որոշ երկրներում այդ մեր քաղաքացիներին փորձում են ճնշել, որ կան կոնկրետ քաղաքական ուժի քվեարկեն, ինչու ոչ նաև շահագրգռել փողով, մենք նաև ձերբակալության դեպքեր ենք ունեցել, որ ընտրակաշառքը բաժանվել է ոչ Հայաստանում և հետևաբար Հասմիկ Հակոբյանի հաստատեմ, մենք նաև անհանգստություն ունենք մեր քաղաքացիները նաև այդ մասով։ Տիկին Հակոբյան, բարի գալուստ։ Վերջապես եկա։ Բայց ինձ թվում է մեկը պիտի հետ նստենք, որ երևա այս ամեն ինչը։ Ես էլ ամեն դեպքում ընթացքում մի հատ ստուգեմ համակարգչով, տեսնեմ ինչքանով է մենք ինչքանով ենք տեսանելի, տենց քառակուսի մեջտեղ լինենք։ Ոնց եք, Տիկին Հակոբյան։ Լավ, այսօր վերջին քարոզարշավի օրն էր, մինչ մեր մեծ հանրահավաքը, ու ես կարոտով տեսնում եք իմ շապիկով, տենց կարոտով գնացել էի, անկեղծ ասած, և բոլորս արձանագրեցինք, որ շատ կարոտելու ենք քարոզարշավը, և նաև... Դե մենք չենք դադարելու, ունես չի, որ մենակ վերջին տարի մեր մոտ քարոզարշավը բարբերականությունը հաստատ ամեն օր չի լինի, բայց ամեն դեպքում, հա։ Այնպես որ... Տիկին Հակոբյան, ես այս մեր թեմատիկ զրույցի անունը արդեն դրել եմ, միշտ գրում էի իսկ ինչ եք մտածում դուք, մեր քաղաքացին, որ այսպես բանավեճային ֆորմատը նաև իրենց դրդի մտածել, գրել եմ իսկ ինչ եք մտածում դուք, երբ մեր քաղաքացիները միայն քվեարկելու համար են ժամանում Հայաստանի Հանրապետություն, այսինքն իհարկե նրանք կարող են երբ ուզեն ժամանել, մեր օրենքները և սահմանադրությունը դա թույլ է տալիս, նույնիսկ քվեարկել, բայց երբ որ դա տեղի է ունենում միայն 1-2 օրով և միայն դրա համար և էլի այլևս որևէ կապ չկա, այդտեղ հարցեր են ծագում։ Ես ճիշտն ասած այսօր շատ նաև ոչ մեր ընտրողներից տեսել եմ տեսանյութեր, տեսել եմ ստատուսներ, որոնք անհանգստացած են և ասում են, որ ճիշտ է, իրավունք կա քվեարկելու, եթե երկհաղաքացի ես, բայց արդյոք բարոյական իրավունք կա գալ շահագրգռվելու դիմաց, հա, ֆինանսական հիմնականում, գալ այստեղի համար իշխանություն ընտրել ու էլի հետ գնալ և ոչ ապրել, ոչ հարկեր վճարել, ոչ ծառայել, ոչ երկրի պաշտպանությունը անհրաժեշտության դեպքում ուրեմն մասնակցել, ուղղակի գալ ինչ-որ մարդկանց հորդորով կամ ֆինանսի դիմաց հիմնական, մենք կարող ենք հանգիստ դա էլ ասել, իդեպ մի հատ կարճ ընդհատեմ, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, որ շատ, այսքան այս ուղի եթեր, որ շատ մարդիկ մեզ նայեն։ Այո։ Եվ այդպես շատերից եմ տեսել և շատ անհանգստացնող նաև զանգեր, նամակներ եմ ստանում, նույն այդ տեսանյութներն են նույնիսկ պահանջում են արգելել դա անել։ Ինձնից էլ այսօր 2 հարցազրույց եմ ունեցել և 2-ի ժամանակ էլ անգամ լրագրողներն են անհանգստացած, քաղաքացիներն են մոտենում անհանգստացած, անընդհատ գրում են, զանգում են, անգամ անհրաժեշտություն առաջացավ, ես և մեր գործընկեր Սոնա Ղազարյանը անգամ տեսանյութ ենք նկարել, որտեղ շատ է
այդ անհանգստությունը կապված մեծ քանակի Ռուսաստանից եկող հայերի կոնկրետ ընտրության համար։ Նաև երեք լրագրողներից Նարեկը Կիրակոսյան մի քանի ռեպորտաժ էր տեղադրել, թե Զվարթնոցում, որ խոսեցնում է Ռուսաստանի ռեյսով, Ռուսաստանից եկող, ռեյսից իջած քաղաքացիներին եւ բոլորը ինչպես են արտահայտվում, որ եկել են ընտրությունների մասնակցելու համար, որ ասում է լրագրողն ասում է ուղղորդում կա, ասում են եւ այլն, ասում է այդտեղի իշխանություններին թվում, այսինքն այդ տրամադրությունը անգամ շատերը ուղղ ասում Սամվել Կարապետյանին ընտրելու համար են եկել, այսինքն շատ ակնհայտ է, որ այդ մարդիկ չեն եկել ինչ որտեղ չեմ ծնունդի մասնակցելու եւ այլն։ Իհարկե Նաև գիտենք, որ տոմսերն են առնում, չէ, Տիկին Հակոբյան։ Ես նաև երեք ինձ մի ինֆորմացիա տվեցին էլի։ Այն Նիկա Բադալյան կար է, մի հատ տենց բամփրշուն կա է, որ իրան բան այլի մեր ազգափրկիչը ճանաչում, դա նույնիսկ հրապարակային եմ տեսել, որ ինչ որ մեկը անձնագիր ա ուզել, անձնագիրն ուղարկել է այս տղան, այս BBC-ով է, թե Deutsche Welle-ով է։ Այո, ռեպորտաժ էին արել, սա համատարած է եւ չի կարող որևէ ազդեցություն չունենալ ընտրության process-ների վրա։ Ես չեմ ասում, որ դա այնքան էական կլինի, որ իշխանություն կկարողանան ձևավորել, բայց չէ որ ընդդիմություն լինելը եւս իշխանություն է, խորհրդարանում գտնվելը արդեն իսկ իշխանություն է։ Եվ ինչու պետք է ինչ որ դրածո ուժեր, ինչ եթե փող ունեն, կան եւ այստեղ փորձեն գաղտնիության դոստուպ ունենան, տարբեր հարթակներում Հայաստան ներկայացնեն, ամբողջ ունենան 5 տարի հարցերն էլ ոնց օգտագործեցին ոմանք, օրինակ այս վերջի լրտեսության դեպ Տևանյանի մեղադրանքը եւ այո, միանշանակ։ Նաև շատ բայց դրան լուծում կա, չէ՞, ինձ թվում է օրենքի շրջանակներում, լուծում կա դրան օրենքի շրջանակներում։ Դե թույլ տալիս է մեր անկախ մարմիններին որոշում կայացնել, օրինակ չեղարկել նման ուժերի Ես ավելի շատ նկատի ունեմ, որ մեր քաղաքացիները պետք է իրենց տեր կանգնեն իրենց քվեին եւ իրենք իրենց քվեով իրենք մեզ այդպես է նաև լավ կլինի մեզ համար այդպես, որ մենք ընտրություններով նրանց հաղթենք, բայց նաև պետք է հաշվի առնել այդ քաղաքացիների անհանգստությունը, որովհետև նրանք ասում են շատ լավ, օքեյ, ձեզ կընտրեն, բայց ինչի պետք է նրանք գան որպես ընդդիմություն նստեն այդ աթոռներին, ով են Հարցը նույնիսկ մենք էլ չենք, Տիկին Հակոբյան, ես նկատի ունեմ, որ սա պետք է նաև մեր քաղաքացիների, որոնք որ ապրում են Հայաստանում մշտական, հուշի, որ իրենք չեն կարող пассив լինել այս ընտրություններին եւ իրենք պետք է ձևավորեն եւ իշխանություն եւ ընդդիմություն եւ կառավարություն Հայաստանում մենք մեր ասելիքը ասել ենք եւ կասենք որ տեր պիտի կանգնենք խաղաղությանը իսկ դրսից եկողները սովորաբար կարիք չունեն ինչ որ բանի տեր կանգնելու որովհետեւ դրա ոչ ռիսկն են կրում ոչ լավ ոչ վատ կողմերը լավ կողմերը կրում են իհարկե երբ ուզում գալիս են եւ պետքա փախնել օրինակ նույն այդ երկրներից գալիս են ստեղ բայց նկատի եմ այդ пассивությունը պիտի կոտրվի էլի մեր քաղաքացիների մոտ որոնք որ այստեղ են ապրում Կարծում եմ այս անհանգստությունը նաև մարդկանց կմղի գնալ եւ իրենց համար իշխանություն ընտրել ես չեմ ասում գնացեք իհարկե կուզեմ ասեմ գնացեք եւ մեզ ընտրեք բայց ամեն դեպքում ցանկացած ընտրության դեպքում գնացեք եւ հատկապես Հայաստանում ապրողներ կամ հիմնականում Հայաստանում ապրողներ գնացեք եւ դուք ձևավորեք ձեր իշխանությունը որովհետեւ չեն կարող ուղղակի շատ գումար ունենալով մի քանի 100 ինքնաթիռ մարդ բերեն Եվ որոշեն, որ այստեղ ինչ-որ դրածո է լինելու, որովհետև այդ մարդկանց հետաքրքիր չի այստեղ ինչ իրավիճակ կնի, հետաքրքիր չի դուք որպես քաղաքացի ինչ խնդիրներ կունենաք Հայաստանի Հանրապետությունում, նրանցից շատերին մեկ է, օրինակ Հայաստանը պետականություն կունենա, կարող միգուցե անգամ շատերին ձեռնտու է, որ միութենական պետություն լինի եւ նրանց համար հարմար լինի, նրանց երեխաներից մեծ մասը անգամ հայոց լեզու չգիտի Լավ կլինի էլի ռուսերեն լեզուն կլինի ստեղ բանը պաշտոնական լեզուն իրենց էլ հարմար կլինի արդեն լավ դիապետում են չէ Այո, այսօր գործընկերոջս հետ մի բան էինք խոսում, ասում ենք, օրինակ, ավանդաբար դաշնակցական երկրներն, որտեղ դաշնակցական են հայ համայնքը, իրենք որևէ
ազգապահպան այդ գոնե հայոց լեզուն սովորելը պահպանում են։ Մնացածը դնում են մի կողմ, բայց գոնե հայերեն գիտեն։ Բայց օրինակ Ռուսաստանում հիմնականում ապրողների երեխաները հիմնական ոչ էլ լեզուն գիտեն, հասկանում եք։ Ու այդ մարդկանց Ռուսաստանում շուտ են ասիմիլացվում, ենթադրում եմ նաև այդ երկրի բնույթից է կախված, քան այլ երկրներում, այո։ Այո, ու դա իհարկե դրա համար Հայաստանի մասին մտածողները, ազգապահպանման, պետականության պահպանման մասին մտածողները պետք է հասկանան, որ իրենք պետք է գնան ու իրենք ձևավորեն իշխանությունը։ Ես նաև պարոն Թորոսյան, քանի որ երկար ժամանակ չենք խոսել, երեք չառաջին մի շատ կարևոր իրադարձություն եղավ։ Ես կարծում եմ, որ սա պետք է մեր բոլոր քաղաքացիներին հասու լինի, ով դեռ չի հասցրել ծանոթանա։ Ռուսաստանից եկած այդ թոշակառու մարդը, չէ՞ որ հետո թիրախավորում է, որ թոշակառու եք ձերբակալում, բան։ Ձերբակալվեց Հայաստան գալով, որովհետև նա ընտրակաշառքի դիմաց եկել էր ընտրելու ուժեղ Հայաստանին եւ սա ընտրակաշառքի դիմաց է դա կարևորը, ոչ թե որ ինչ խոսում ենք սիրելի մեզ հետևորդներ, ինչ խոսում ենք, սա չի վերաբերում մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք ուղակի եկել են, ուղակի իրենց պարտքն են կատարում, ոնց ուզում են, նենց են անում։ Մենք շատ գրկաբաց սպասում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ուզում ենք դուք գաք եւ մնաք, ոչ թե գնաք, եւ սա նաեւ մեր ռազմավարության մեջ է, նաեւ ԿՊ-ն երբ որ ձևավորվել է, սա կարևոր թեզն է եղել, որ 2 միլիոն կարծեմ, հա, հայեր պետք է գան Հայաստան, մի խոսքով։ Ուզում եմ ասել, որ սա չի վերաբերում այն քաղաքացիներին, որոնք ուղղակի գալիս են, որ իրենց պարտքը կատարեն, հասկանալով, գիտակցական մտածելով, որ վաղեմիսօր իրենք ուզում են վերադառնալ, որտեղ Հայաստանը արդեն այն երկիրը չէ, որից փախել են ժամանակին։ Դրա համար սա վերաբերում է տեղի ունենում արդեն փողի, վախի, կապերի, այնտեղ խնդիրներ ունենալու սպառնալիքի բերումով Հայաստան եկողներին։ Որևէ կերպ շահագրգռված մարդիկ, որոնք գալիս են Հայաստան, նրանք պատասխանատվություն են կրելու, ինչպես օրինակ հիմա արդեն կրում են։ Եվ ես վստահ եմ, որ կան բազմաթիվ դեռևս մարդիկ, որոնք հիմա միգուցե անցել են Հայաստան, բայց միգուցե գնալուց ունենան խնդիրներ։ Դա համար ավելի լավ է ներկայանաք զղջակ եւ չանեք օգնեք նույնիսկ իրավապահ մարմիններին, որպեսզի այդ շղթաները բացահայտվեն։ Այո, որովհետև սա իրականում շատ կարևոր է։ Որ անցում ընդդիմությունները չեն կարող զբաղեցնել մարդիկ, որոնք Հայաստանի շահը չեն սպասարկում։ Իսկ մենք այս օրերին տեսանք, թե ինչ է կատարում։ Էլ Հայաստանի քարտեզ են ճղում, էլ ինչ հայտարարություններ են անում, Ռուսաստանին երաշխավոր են բերում այն համաձայնություններում, որը լավագույնս կայացել է, եւ դուք տեսնում եք, որ փաստաթղթեր են ստորագրվում, Ռուբիոն այսօր նաեւ թվիթ արեց դրա հետ կապված, դուք տեսնում եք, որ գործուն փուլ է մտել այս ամենը, ու այս մարդիկ եկել են, որ այս ամենը չեղարկեն ու քանի շտուտերը չեղարկեն, որտեղ հասկանում եք, քանի փաստաթղթերով է չեղարկելը ավելի հեշտ է, երբ որ արդեն ռեյսերը լինի, իհարկե Քոչարյանը այդպես գիտի էլի փորձ ունի ռեյսերը հանելու, ծախելու, ուտելու, բայց սա ավելի բարդ է, քան թղթը չեղարկելը։ Դրա համար մենք այս փուլում, երբ որ նորածին է մեր խաղաղությունը, պետք է շատ խնամքով դրան վերաբերվենք ու դրա առաջի քայլը մեր ընտրությամբ, մեր քվեարկությամբ, մեր խաղաղությանը տեր կանգնելն է։ Ու ես չգիտեմ ինչի, պարոն Թորոսյան, ներքին վստահություն ունեմ, բայ մեր ԿՊ-ի մեքենան անցավ։ Ես վստահ եմ, չգիտեմ ինչի վստահ եմ, որ հենց այդպես է լինելու է ու քորու փոշման այս մարդիկ գնալու են ու կպնելու են իրենց գործերին։ Բայց այդտեղ մեկը էլի այդ հարցն է գալիս, որ իրենց գործերին են կպնելու, ոչ թե ժողովրդի, որից մանդատ են ստանում, որ գնան առնվազն իրենց շահերը ներկայացնեն բանում։ Դե օրինակ մի օրինակ բերեմ, այն Վարդևանյան Արամը Քոչարյանի խմբակցությունից, որ եկավ մի տարի թե ինչքան падգամավոր դարավ, հետո գնաց կպավ իր գործերին, հիմա նույն բանը ավելի հարուստ մարդ նրա կարիքն ունեցավ, թողեց հայրենիքի ծառայությունը, գնաց այնտեղ։ Հիմա ես վախենում եմ ավելի հարուստ մարդու պետք է եւ էլի թողի, ես վստահ եմ նա որպես ընդդիմադիր գործիչ չի գալու նստի, միգուցե
գա ինչ որ օրենք փորձի բերել, որովհետև ասել է, որ գալու է եւ այդ քաղաքացիության թե նստակեցության ցենզներ, որ ուզում էր փոխել, իդեպ նրան հակադարձ երբ որ հարց է տալիս, բա պարոն Վարդևանյան, դուք որոշակի շրջան եղել եք падգամավոր, ինչու այդ փոփոխությունը չեք բերել սահմանադրական փոփոխությունը եւ ինչու եք ֆոտանը, որովհետև Քոչարյանի ֆրակցիայում դրա կարիքը չուներ, իսկ հիմա քանի որ Սամվել Կարապետյանը դրա կարիքն ունի, ինքը այս դեպքում արդեն գումարի դիմաց Հա ճամբարափոխում կարգին հաղորդման բանով, ասում է փողի մուննատ կգրենք շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ էլի։ Լրիվ է կամ դուք պատկերացնեք պարոն Թովմասյան, պետք է Նարեկը Կարապետյան գա նստի խորհրդարանում։ Նա թողելու է գնա էլի բիզնեսին, անգամ եթե ընդդիմադիր աթոռներ ստաղեցնեն այս մարդիկ, ոչ Նարեկը Կարապետյան, ոչ Արամը Վարդևանյան եւ շատ էլ չեն գալու։ Ես չեմ պատկերացնում ով է լինելու իրենց ֆրակցիայի ղեկավար, ոչ Ղազինյանն է գալու падգամավոր, ոչ Նարեկն է գալու։ Դե Սամվել Կարապետյանի մասին բացարձակ չենք խոսում։ Դե Սամվել Կարապետյանը իրավունք էլ չունի, նա հա, որտեվ սա այսպես չէ պետք է լինել։ Հա։ Դու պատկերացնեք այնտեղ բանը Գագիկ Ծառուկյանը էլ արդեն ասում է մարդը պրեզենտացիայի ժամանակ իրենց ծրագրի նախընտրական ինքը ասում է որ այդ նախընտրական որ առաջին ինչ որ համաժողով արեց։ Երեք օրինակ բանավեճիայի տենց չկարողացան մեջբերումներ անել վարողները իրաց ծրագրից որովհետև բար որտեվ չէին գտել։ Դե տապան են կառուցում եւ նոյին կնոջ հետ բերել պատվիրել են, չէ՞։ Հա։ Տեղական նոյ։ Նոյի կոնյակի հետ լի։ Մտահորիզոնը այդքան է։ Ինչևէ նույն Ծառուկյանը ինքը ասում է, որ ես տեխնացու չեմ, ես ուղղակի սենց առաջնորդ եմ հիմա։ Ես ուղղակի խամաճիկ եմ, ինչ տեխնացու, հա։ Հա, նենց որ իրանք էլ իրենցից ով է գալու։ Այն մեկը հայրենիքի դավաճանության հոդվածով հիմա կալանավայրում է երկրորդ համարը, առաջին համարը չի ուզում գալ, իրենց երրորդ համարն ով է։ Ինֆորմացիա չունեմ ոչ։ Ապա ով է լինելու ֆրակցիայի ղեկավար։ Նույն մարդիկ։ Ու երբ որ ասում պարտերը բաժանել են։ Ամենակարևորը իրենք միջև այսօր, տեսեք, վաղը վերջին օրն է, վերջ, ու հետո լրության օր։ Իրենք միջև հիմա չեն ասել ով է իրենց վարչապետի տեխնացուն։ Բայց մենք ձայնագրությունից երեք լսեցինք պարոն Թորոսյան, որ իրենք բոլորը երրագլուխ պատերազմի կուսակցություն։ Այ ասում են հիմա տենց են ցույց տալիս, բայց վերջում միավորվել են իրենց աջակիցն ասում, իրենց փող բաժանողն ասում դրա մասին։ Իրենց աջակիցը։ Բայց Հայաստան դաշինքի բաներ, Հայաստան դաշինքի Քոչարյանի դասովչիկներից էին դրանք, բայց կապ չունի։ Դե ի՞նչ տարբերություն պարոն Թորոսյան։ Հիմա Էլինա Վարդանյանը ում պաշտոնյանա, ումն է։ Հենց հիմա ինքը Քոչարյանի падգամավորն է, բայց ԲՀԿ-ի է ուզում գնա։ Հա, դե դա նույն Անդրանիկ Թևանյանը Քոչարյանից էր հետո գնաց Մարտունը ընդհանրապես անհասկանալի է որտեղից էր եւ որտեղ հայտնեց, Վարդանիկի ողերին բարեկամ Մարտունը։ Հա, հանրապետական է, Վարդանիկի փեսն էլ բանում է, չէ, ուժեղի ցուցակում է։ Այնտեղ մարդու ձեռքերով մարդիկ են, չէ։ Անցանում որևէ բան աֆիլիացիա չունեցող մարդիկ են, չէ՞։ Այո։ Է շատ ծիծաղելի է, բայց իրականում ողբերգական է այս ամեն ինչը, իրականում։ Բայց բանը ամբողջությամբ չէ, բայց բազմաթիվ հանրապետականներ կան բանում, օրինակ նույն Վարդևանյանը։ Էսը հանրապետականը, էսը ով էլ հանրապետական չի, գոնե հանրապետականի սանիկ է հայտնի որպես։ Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի համայնքապետ։ Իրենց երրորդ համարը։ Գիտեք, որ Թովմասյանի սանիկն է, օրինակ։ Ով էր երրորդ համարը։ Գոհարը Մելոյան։ Հա ինքը Միշիկի թևից է։ Միշիկի։ Իրա, եթե չեմ սխալվում, ամուսինը Միշիկի փաստաբանն է եւ այլն այնտեղ։ Բացի այդ նաև քավոր ունեն հանրապետական։ Մի խոսքով, եւ նման մարդիկ են, անգամ եթե իրենք ուղիղ կուսակցական պատկանելիություն չունեն, ապա ինչ որ մեկի ինչ որ մի բանն են, հա։ Վարդանիկը չի, Վարդանիկի փեսն է։ Թովմասյանի չի, Թովմասյանի սանիկն է։ Էս է իրանց ցուցակը։ Լրիվ նույն մարդիկ տարբեր ցանկերում, որոնք ուզում են ջարջախել այս մեր բոլոր ձեռքբերումները։ Հիմա ամենամեծ քննադատությունը, որը մեզ հնչեցնում են նաև, ասում են ինչի է աշխատավարձ տալիս այդ մարդկանց, որ գալիս են խորհրդարան ու չեն աշխատում։ Հիմա մենք խնդրում ենք, որ մարդկանց բերեն խորհրդարան, որոնք աշխատեն։ Հա, որ իրենց փողերը ուղղակի ջուրը չեն լցնի քաղաքացիները։ Իրենց հարկերից աշխատավարձ չեն ստանա մարդիկ, որոնք ուղղակի
ուղղակի այս փուլում կընտրվեն։ Այո, այդ ժողովուրդն է որոշում ով լինի խորհրդարանը եւ ում աշխատավարձ վճարվի եւ ում չվճարվի։ Իշխանը Սաղաթելյան, քանի անգամ եք տեսել Իշխան Սաղաթելյանին խորհրդարանում։ Մի քանի ընդամենը մի քանի անգամ։ Ինչ են արել, որևէ հանձնաժողովի պարտավորություն չեն վերցրել, հանձնաժողով չեն ղեկավարել, պատվիրակությունների տևական ժամանակ բոյկոտեցին չեկան, խորհրդարան տևական ժամանակ բոյկոտեցին չեկան, այն ինչն էլ որ եկել են եւ աշխատավարձ են ստացել, մենք գիտենք մտնում էին կնոպկան սեղմում էին, գրանցում էին, փախնում էին, մենք աշխատում էինք, հետո քվեարկությունների ժամանակ գալիս են քվեարկում էին ձեռնպահ, աշխատավարձից չկտրվի, որևէ աշխատավարձից չպահվի ու գնում էին։ Բայց վերադառնալով մեր հիմնական թեմային Տիկին Հակոբյանը, այնուամենայնիվ մենք մեր քաղաքացիներին եւ պետք է հիմա կոչ անենք եւ խնդրենք, որ իրանք էլ իրանց շրջապատներում կոչ անեն, որ իրանց մասնակցությունը այս պարագայում, երբ որ կա ակնհայտ հոսք հատկապես Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացիներ, որոնք հաջորդ օրը հետ են գնալու, անկախ նրանց ընտրության չեմ մտնում մանրամասների մեջ, բայց գիտենք, որ կա ճնշումները, տոմսեր գնելը եւ այլն։ Դրա միակ լուծումը իրանց ակտիվ մասնակցությունն է եւ տեղում ձևավորել նախորդարանի եւ իշխանությունների մենք էլ մեր ասելիքը ասել ենք վաղը հանրահավաքին էլ կասենք այսօր եթե չեմ սխալվում մեծ բանավեճն է վարչապետի մասնակցությամբ իհարկե կրկին եթե չեմ սխալվում էլի իրանց տարբեր ձևով տենց ուժեղ հորջորջող ուժերի առաջի համարները չեն մասնակցելու կարծես թե Ռոբերտ Քոչյանը չի մասնակցելու Մինչև վերջի րոպեն հնարավորություն ունեն մտափոխվելու Նրան դեպս սպասենք տեսնենք ով չի մասնակցելու ռիսկ ունի գա կանգնի վարչապետի դիմաց այդքան իրենց հերախոսների դիմաց իրենց լավ ուժեղ տղերք ձևացողները տեսնենք կկարողանան գան եւ վարչապետի դիմաց Վարչապետը իդեպ այս մի տարի է իրանց հրավիրում է բանավեճի եթե չէ հիմա լավ արեց է նաեւ դա պարտավորություն է նաեւ պարոն Թորոսյան բանավեճի գալը դա հարգանք է ընտրողի նկատմամբ այսինքն եթե չես գալիս դա անարգանք է ընտրողի նկատմամբ անարգանք է հիմա տեսնենք Քոչարյան Ռոբերտը այդքան պլոճիկ ունի գա եւ կանգնի վարչապետի դիմաց եւ այն ինչ որ ասում էր դաշնակցականների դիմաց, այն ինչ որ ասում է իրանց ոդկասթում իր падգամավորների դիմաց, գա եւ վարչապետի դիմաց ասի։ Տեսնենք այդքան տղամարդկություն ունի այդ ժամանակին միակ տղամարդկություն։ Հոկտեմբերի 27-ից հետո միակ տղամարդներում մարդ սպանելով է արտահայտվում, ինչ տղամարդկության մասին է խոսքը։ Ամեն Բելարուսամետը, տեսնենք այդքան այդ որ խոսում էր առյուծի վանդակների մասին էր խոսում, տեսնենք իր եկ առյուծի չափ, չէ, արու, որց առյուծի չափ որցություն ունի, տեսնենք։ Այս մարդկանց մտածելակերպը դե որ չի բանանում էլի, այդ կենթանական բնազների մակարդակից չի բարձրացել տարբեր պատճառներով, չեմ ուզում հիմա մանրանալ, իրանք ուրիշ բան չեն էլ կարում, հասկանում եք, արտաբերեն։ Ասենք, եթե քաղաքական ուժի առաջնորդես քո մոտ ընդհանրապես որցի ու էքի տրամաբանությունն է, որց էք եւ այլն, հա Դրա համար իրենց լեզվով խոսում, թե չէ դա մեր լեքսիկոն։ Չէ, նկատի ունենամ մարդիկ էլ պետք է հասկանան, էլի, որ այդ է իրանց ու գիտեք, հենց այս կարգի մարդկանց է պետք անկիրթ հասարակություն, առանց կրթության, առանց դպրոցների, մանկապարտեզներ, դա հեշտ կառավարեն։ Իսկ մենք անում ենք հակառակը, մենք ասում ենք դուք պետք է գիտակցված ընտրություն կատարեք, ամեն ինչ կշռադատելով, ծանր ու թեթև անելով, ոչ թե այտենց բան եկավ ասեց, չգիտեմ, ես ամենաուժեղ տղամարդն եմ, մեկն էլ ասեց, ես ձեզ կփրկեմ, թոշակները պետք է լինեն անվճար։ Նրանք ծաղրում են մեր դպրոցաշինությունը եւ ասում են, որ հիմարություն է կամ ծաղրում են մեր կենսաթոշակառուներին, ծաղրում են առողջության ապահովագրությունը։ Այո, Քոչարյանի պատգամավորն ասում է ատամը թափած մի լավ օր չտեսած թոշակառուներ, ասենք ինչի տեղ եք ձեզ դրել առհասարակ, ոնց է տենց էլիտար են, էլի Լոնդոն են սովորը բան եւ այլն, հեսա կտեսնեն մրթներին կանան իրանց Լոնդոնները, էլի։ Այո։ Պարոն Սիմոնյանը մի լավ համեմատություն արեց, ասես դուք էլ քաղաքականապես եք անատամ։ Ճիշտ ասա։ Այդ լոնդոնյան կրթության, այդ ընդեղ են իրան սովորացրել, որ տենց արտահայտվի մեծահասակներ։ Փաստացի ազգային մեր ավանդույթը, մեր ազգայինը, էտա, հա, մեր ավանդույթը, մեր
ազգայինը դրա մասին է, հա, մեծահասակների Տեսեք, դա լեզվա մտածողության հարց է, այսինքն եթե դու տարեց մարդուն, որը միգուցե նաև ինչ որ դժվարություններ ունի, որը չի հասցրել իր ատամները սարքիչ, դու իրան համարում ես փաստորեն կես մարդ կամ մարդ էլ չես համարում, հա, այդպես մեկ-մեկ բլթցնում ես, էլի ժողովրդական լեզվով ասած, հետո դες բռնվում ես, բայց ուշ է արդեն, այսինքն դա ենթագիտակցություն դու այդպես ես մտածում, ոչ թե բան էլի, ու մեկ-մեկ չես կարող թաքցնես ի տարբերություն այն մյուս մարդկանց, որ հարգանքով են ի սկզբանե վերաբերում, ինչ կապ ունի, նախ ցանկացած աշխատանք, ցանկացած իրավիճակում մարդ արժանի է հարգանքի, նույնիսկ եթե ինքը դժվարություններ է կրում, իսկ իրանք տենց բան են ասում, իսկ այն մեկը ընդհանրապես այն գյուրեղանը Արմենոյին։ Ասում է, մեր թոշակառուներին հիվանդացրեցիք, որ ընտրություններից առաջ բան է, այսօր ինձ հարցնում են ոնց ենք հիվանդացրել, ասացի Կաշպիրովսկու մեթոդով հիպնոզ ենք արել բոլորին, տենց ասել ենք հիվանդացեք բոլորդ, հետո ապահովագրություն ենք տվել։ Այն մեկն էլ գիտեք, նոր մեր քաղաքացիներից մեկնաբանություն գրեն, մեկն էլ են առյուծ է քշում, գիտեք, տենց այդ բաները իրանց կոմպլեքսների մասին, որ խոսում ենք, առյուծ քշողը, ոինը, առյուծ քշող ոինը։ Ոնց որ կորակ մի պահ Տիկին Հակոբյան։ Միկրոֆոնը անջատել եք։ Այդտեղ կնոպկա սխմել եք, մատը կպել է ոնց որ։ Այդ տակը մի հատ բանի միկրոֆոնի կնոպկա կա։ Հիմա ասես գիծա ցույց տալի ձեր միկրոֆոնի վրա։ Facebook-յան ներքևի կնոպկեքը, որ կա, որ ֆինիշ կա գրած ձեր մոտ։ Չեմ լսում։ Միկրոֆոնի սենց կնոպկա է։ Այն ռադիո միկրոֆոնը դիտես։ Իմ մոտ ցույց է տալի, որ ձեր մոտ մյուտի վրա է։ Հիմա ես մի պահ ես էլ անջատեցի, միացրեցի։ Անջատվեց Տիկին Հակոբյանը։ Հարցնեմ կարող է այսօր սրանով սահմանափակվենք, որ մեր քաղաքացիները էներգիա ունենան նաև բանավեճը նայելու։ Չէ, լավ, կպնենք։ Չէ, անջատած է ցույց տալիս ու չեմ լսում։ Այսօր այսքանով սահմանափակվենք ուրեմն։ Կվյարկում ենք 16-ին, բոլորիդ հրավիրում ենք վաղը ժամը 20:00 Հանրապետության հրապարակ, հանրահավաքի, նաև հնարավորություն կունենաք մեր քարտեզները ստանալու անձամբ մեզնից։ Սիրում ենք բոլորիդ եւ ցտեսություն։